Առաջիկայում մենք նաև տրանսպորտային խնդիրները կլուծենք, քննարկել ենք մի քանի տարբերակներ, հիմա կսկսենք աշխատել եւ նաև հնդածս կերևա, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ, կամ կարող է միտեղ մի տարբերակն է ավելի արդյունավետ, երկրորդ տեղում էլ երկրորդ տարբերակն է ավելի արդյունավետ։ Այս թեմայի հետ կապված մի բան եմ էլի ուզում ասել, նախկինում անդրադարձել եմ, գիտեք, որ շատ քննարկումների տեղիք է տալիս մեր կրթահամալիրների ծրագիրը, եւ հիմա օրինակ իմացա, որ Երևանում կան դպրոցներ, որոնք տրանսպորտով, ավտոբուսներով Երևանի վարչական բոլոր շրջաններից երեխաներին հավաքում են, տանում են Երևանից դուրս կամ համարյա դուրս գտնվող դպրոցներ։ Եվ ծնողները ինչ են դա անում, որպես երեխեքը պատշաճ կրթություն ստանան։ Ոչ մեկ չի ասում, բայց ինչի այդ մարդիկ այդ երեխեքին չեն տանում իրանց շենքի կողքի դպրոց, որովհետև համարում են, որ այդ օրը այդքան ճանապարհ անցնելու արդյունքում իրանց երեխաները ավելի լավ կրթություն կստանան։ Հիմա մենք էլ այս ծրագրով նույնն ենք անում։ Մենք պատասխանատու ենք զգում երեխաների ստացած կրթության որակի համար։ Մենք պատասխանատու ենք զգում, որ երեխաները նորմալ լաբորատորիաներ ունենան, նախ առաջինը նորմալ կրթական միջավայր ունենան, սկսենք դրանից, որ երեխեքը չգնան մենակ դպրոցում կամ մի քանի հոգով դպրոցում, կամ դասարանում ձանձրանան։ Մեզ պետք է միջավայր, երկրորդը պատշաճ լաբորատորիաներ, մարզական ենթակառուցվածքներ եւ այլն, եւ այդպես շարունակ, ինչպես նաեւ պատշաճ որակավորված մանկավարժական կադրեր։ Եվ սա շատ կարևոր եւ ռազմավարական նշանակության նախագիծ է, որը մենք պետքա ուղեկցենք, մենք պետքա խոսենք մարդկանց հետ, պետքա ներկայացնենք, պետքա ուղեկցենք եւ նաեւ ցույց տանք, եւ պետքա իհարկե իրենք էլ արդյունքները շատ արագ տեսնեն։ Կրթության որակի հետ կապված երեք լուրերով նայում եմ, որ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն ավելի մեծ է։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք։ Ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների, եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Որովհետև եթե լավ պետք է առերեսվենք, հա, ասենք ատեստավորման գործընթացը։ Լավ 1, 2, 3, 4, 5, 6, 7, ասենք ինչքան կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է վերջ ասենք, վերջ, էլ պետք է չաշխատի դպրոցում, որովհետև այդ իր աշակերտն է, որ գնում է, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում է գերազանց ստանա, գոնե բավարար ստանա։ Սրանք խնդիրներ են, էլի եմ ասում, շատ են կոմպրոմիսի գնում, անընդհատ հենց ինչ որ բաներ անում։ Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ, հատու, վճռական ձևով պետք է իրականացնել։ Եվ որևէ կասկածի տեղ չկա, որովհետև որևէ կասկած չկա, որ մենք դա անում ենք երեխաների շահերից ելնելով, եւ իհարկե տեխնիկական դետալներն էլ պետք է հնարավորինս արագ կազմակերպել։